Օդեսա քաղաքում Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվեց հայ-ուկրաինական միջազգային դպրոցի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին մարզային ու քաղաքային բարձրաստիճան պաշտոնյաներ, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գևորգ Պետրոսյանը, Ուկրաինայի հայերի միության անդամներ, հյուրեր տարբեր վայրերից։ Ամենքի համար էր օրը սպասված եւ տոնական, քանի որ դպրոցն արդեն 2 տարի է գործում է, սակայն բացման պաշտոնական արարողությունը տարբեր հանգամանքներով ձգձգվում էր։ Աշակերտները մշակութային ծրագիր էին պատրաստել հյուրերի համար, տոնական միջոցառումը ունկնդրելուց հետո տեղի ունեցավ նաեւ շնորհաբաշխության արարողություն։ Ամենայն հայոց հայրապետի սրբատար կոնդակով դպրոցի հիմնական բարերար գործարար Սուրեն Սարդարյանին շնորհվեց մեր եկեղեցու պատվո բարձրագույն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան։ Սրբազան հայրը դպրոցի մյուս բարերարներին օրհնության գրեր եւ շնորհակալագրեր բաշխեց։ Պատվոգրեր ու շնորհակալագրեր բաշխեցին նաեւ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Եկեղեցապատկան դպրոցի շինարարությունը սկսվել է 2021 թվականից, կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Ուսուցումն այստեղ երկլեզու է, հիմնական առարկաները ուկրաիներեն են, իսկ հայագիտականները հայերեն լեզվով։ Դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար։